Կառավարությունը հաստատեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև թրիփի վավերացման գործընթացը, որոշումը կուղարկվի Սահմանադրական դատարան։ Միջազգային պայմանագրում Հայաստանի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով քննարկումը կտեղափոխվի խորհրդարան։ Անդրադառնալով բուն շրջանակային համաձայնագրին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ թրիփ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք տարբեր գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ, Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74%-ը եւ Հայաստանի Հանրապետությանը կպատկանի բաժնեմասերի 26%-ը եւ ահա այս նախնական ժամկետի 49 տարու լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցությունը եւ ժամկետը եւս 50 տարով եւ այս դեպքում արդեն երկարացման պարագայում կապահովվի, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա ընկերության բաժնեմասերի 49%։ Սա կլինի ժամկետի երկարացման համար Հայաստանի կողմից կատարվող միակ գործողությունը։ Հայաստանը որևէ այլ լրացուցիչ քայլ կամ ներդրումային պարտավորություն չի ստանձնում։ Արդեն տեխնիկական մանրամասներին անդրադառնալով Միրզոյանը արձանագրեց, որ թրիփ զարգացման ընկերությունը կկարողանա Հայաստանի տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ, ներգրավել այլ գործընկերների։ Այս համաձայնագիրը ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին եւ արձանագրված, ամրագրված, ստորագրված սկզբունքներին, այլև բուն շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում եւ օգոստոսի 8-ի եւ հունվարի 13-ի փաստաթղթերին։ Թրիփի հիմնադրման փաստաթղթային գործընթացը ավարտելու համար առջևում դեռևս 2 փաստաթուղթ կա։ Բաժնետերերի միջև պայմանագիրը եւ արդեն թրիփ զարգացման ընկերության կանոնադրությունը։ Հայաստանի Հանրապետությունը կրկին վերադառնալով նախորդիվ ասածից կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունը եւ լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։ Կառավարությունը քննարկեց նաև այլ հարցեր։ Հաստատվեց Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու եւ առողջության սերտիֆիկատ տալու կարգը։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաև ձկնամթերք արտահանելու վերաբերյալ։ Եվրամիության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է այդ երկրների առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցված լինելը, Եվրամիության տեխնիկական կանոնագրքերին եւ չափանիշներին համապատասխանելը։ Համաձայն Եվրոպական միության օրենսդրության այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ուզում եմ նաև ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն եւ սպասում է մեր որոշմանը։ Անցնելով արդեն թվային տվյալների մասով ստանդարտներին, կառավարությունը որոշեց, որ այսուհետ կսահմանվի պետական համակարգերում տվյալների մուտքագրման միասնական ստանդարտ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նախքան որոշման նախագիծը ներկայացնելը հիշեցրեց, որ երբ թվային համակարգը եւ թվային վերափոխման օրակարգը սկսեց գործել, խնդիրների հայտ եկան եւ անցած տարվա վերջին ընդունվեց հանրային տեղեկությունների մասին օրենքը, որի 20-րդ հոդվածը հստակ ձևակերպում է, թե ինչ ենթահամակարգեր էր պետք ստեղծել համակարգը աշխատեցնելու համար։ Այնտեղ 5 ենթահամակարգի մասին էր խոսքը գնում, տվյալների դասակարգման համակարգի, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին, տեղեկատվական համակարգերի անվտանգային միջոցների համակարգերը, որը որ արդեն կառավարությունը եւ հաջորդ նիստերին կներկայացնենք, եւ պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգը, որը այսօր նույնպես ես կներկայացնեմ։ Ըստ նախարարի տեղակալի այս համակարգերի փոխգործելիությունը եւ մի ստանդարտով իրար հետ շփվելը շատ կարեւոր են, որպիսի ճշգրիտ եւ առանց խափանումների տեղեկություններ փոխանակվեն համակարգերի միջև։ Նա նաեւ օրինակ բերեց, թե ինչ ձևաչափով այդ տեղեկությունները պետք է հավաքագրվեն։ Օրինակ, եթե մեր ներքին վարչատարածական միավորների մասին տեղեկություն լինի, բնակչության պետական ռեգիստրում իմ տեղեկությունները կարող են հասցեն գրածված լինի եւ միտեղ գրված լինի օրինակ քաղաք Երևան, միտեղ կարող է գրված լինի Երևան, միտեղ կարող է գրված լինի Կարճ, Երև եւ այլն։ Այս ձևակերպները որպեսի վերանան, մենք ստանդարտն ընդունել ենք եւ ֆիքսում ենք, թե ինչ ձև պետք է լինի, որ բոլոր շտեմարաններում մի ձև լինի,
որ կարողանան իրար հասկանալ։ Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց, որ ստեղծում են մի ստանդարտ, որը պետք է օգտագործվի շտեմարաններում տվյալների մուտքագրման, պահպանման եւ հետագա օգտագործման համար։ Ըստ էության սա իմպերատիվ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք մեկ անգամ մեկ տվյալ եւ այլևս բոլոր համակարգերի այդ տվյալի գոյությունը, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր եւ այլը։ Մարինե Դվոյան, Հորիզոն։